Այն ենց հավես չունեմ աշխատեմ, մամ։ Քանի կար կպած ուզում էիր աշխատել։ Քանի կար կպած ուզում էի Հենրիին ինչ-որ բան ապացուցեի, աշխատելը իմ համար չի։ Մարդիկ երազում են ստեղ աշխատելու մասին, դու։ Իսկ ես հավես չունեմ, շնչեմ, շարժվեմ, ուր մնաց աշխատեմ։ Լենց կոտրված եմ, Մարտայի հետ խոսելուց հետո տեղս չեմ գտնում։ Շատ իզուր, մամա։ Չես տեսնում, Կարմենը լավ էլ իր տեղը գտնում է։ Ներկայացումից հետո կորելա չկա, երեխուներ է մոռացել։ Քո ու Կարմենի մոտ դա շատ լավ է ստացվում։ Դուք շատ արագ մոռանում եք ձեր խնդիրների մասին ու կյանքի հաճույքներին եք տրվում։ Քո խորհուրդով ենք շարժվում, մամ ջան, վատ է։ Դու կամ իմ խորհուրդով ես շարժվում, կամ չեբուի։ Գլխումդ մի գրամ խելք չկա։ Լավ էլի, մամա, պարտադիր պիտի դրան հիշեիր, չէ՞։ Ես ուզում եմ իրան մոռանամ, մի խոսա իրանից։ Մոնիկա ձևեր մի թափի, իբր թե դու առաջվա Մոնիկան ես։ Նա քեզ լավ էլ փոխել է։ Դու նրան սիրահարված ես ու դժվար թե կարողանաս նրանից ազատվել։ Էնպես որ ոչ աշխատանքը, ոչ էլ ես եմ մեղավոր ես ամեն ինչի մեջ։ Մնում ես։ Հա, դու գնում ես։ Աշխատանքը ինձ է սպասում։ Աշխատիր։ Աշխատանքից միայն օգուտ կա։ Իսկ դու երկար ես դեռ ստեղ մնալու։ Հա, ինչ, ում եմ խանգարում։ Ես մնամ իմ մտքերի հետ, գնամ հեռուներ, պտտվեմ ու հետ կամ։ Դե բարի թռիչք։ Ես ինչ ցակուցրիվ ընտանիք ունեցար տիկին անգին։ Չէ, ասենց նստելով բան դուրս չկա, ավելի կծնդեմ, ավելի լավ կանեմ, մի քիչ քայլեմ, թե չէ ասենց կգնամ հեռուները, հետ չեմ գա, կգնամ կմեռնեմ, իսկ ես ապրել եմ ուզում, թեկուս այս կյանքով։ Ինչի կանգնեցիր։ Որիչն ես իմ աղջիկ, ո՞լ ես։ Բայց հələ ահագին ճանապարհ կա, առաջ գնա։ Ես քեզ մեքենայի մեջ կսպասեմ։ Օրևս, պրոստը որ այդ մեռել հանելու process-ը տենամ։ Ինձ ոչ էլ տեղ կօգնի, ոչ էլ բժիշկ, ու քո արամը կմեռնի։ Բա ես ինչ ասեմ, որ հեսա պետք է գնամ մահացած ընկերուհուս տեսնեմ։ Էլ մի հա։ Դու ինձնից ուժեղ ես երևում։ Դու իմ ջանին դրբին մի նայ։ Ես փխրուն հոգի ունեմ։ Փխրուն։ Որ այդ process-ը տենամ, կարող է չդիմանամ։ Հասկանում ես։ Վալեր Սերգեյչ, պատրաստ է, հանենք, թե թողենք։ Առաջանանք։ Ես չեմ կարող այս տեսարներին նայեմ։ Սուր ենք ասել, սրբապղծությամբ եք զբաղված։ Գնաց եք, ես չեմ գալի։ Դու ես ամենը, այդ աղջիկա օգտին ես անում։ Ու այդ աղջիկա հոգին կհանգստանա այն ժամանակ, երբ հանցագործը իր արժանի պատիժը կստանա։ Հեսա քողական։ Հա, մալացեց աղջիկ, ժամանակին հասավ։ Բարև ձեզ։ Մենք պատրաստ ենք, իսկ դու։ Չգիտեմ, կարողանամ արդյոք։ Իհարկե կարողանաս, մենք ես կօգնենք, ու իմացի, սա միակ բանն է, որ Մարգոյի համար կարող ես անել։
Всё идёт по плану։ Հիմա թաքունի մեջ գնում ենք, ջոգում ենք, թե ինչա կատարվում։ Ով ում բարեկամն է, ով ում հարազատն է, ով կա, ով պիտի գա, սաղ տոչնի ջոգում ենք ու փոխանցում ենք պապային։ Ինձնից մեծ ջանք ու եռանդ պահանջվեց նորից Ադամի կողքին հայտնվելու համար։ Ու ես իրավունք չունեմ վրիպելու ու կորցնելու ես ամենը։ Այդքան շատ է գրավում քեզ իմ աթոռը։ Ինձ դու ես գրավում։ Իսկ քո աթոռը մի բան ասեմ չասես, հա գիժ է, գժվել է։ Քո աթոռին նստելով ես կարոտս եմ առնում Ադամ։ Այդ մի քանի րոպեում հասցրիր կարոտել։ Նորից ինձ չես հավատում, ինչի։ Երեխուն թողեցի բժիշկների մոտ։ Մենակ։ Հա, թողեցի բժիշկների մոտ։ Հա, ուղղակի միշտ կամ հայրը կամ մայրը լինում են երեխայի մոտ։ Այդ երբանից այդպես հոգատար ու սրտացավ մայր դարձար։ Ադամ, նորից նեղացնում ես ինձ։ Արի առանց ձևականությունների։ Երեխուն թողեցի բժիշկների հսկողության տակ։ Այդպես ավելի ապահով է, քան եթե դու կամ ես լինեի նրա կողքին։ Ես շատ եմ սիրում մեր երեխային։ Դու չես պատկերացնի, թե երեխան ինչ փոփոխություն մցրեց իմ կյանք։ Ես շատ եմ փոխվել։ Թող երեխան նայեն, տեսնեն ինչ փոփոխություններ կա երեխու մոտ։ Վտանգավոր բան եթե լիներ կասեիր, չէ՞ ինձ Ադամ։ Մարդը եթե վտանգավոր բան լիներ, ես ասենց հանգիստ չէի նստել այստեղ։ Գիտես, ինձ թվում է ամենքին կերազերքով ես տղամարդ ունենալ իր կողքի։ Մարդը իջի երեխու մոտ, որ հանգիստ լինես։ Կիչնեմ, բայց միայն քո հետ, որովհետև ես ինձ քեզ հետ շատ լավ եմ զգում, հպարտանում եմ քեզնով, քո ներկայությամբ, մի քիչ էլ գոռոզանում եմ։ Լավ մարդը, դու իջի երեխու մոտ, ես այստեղ գործել եմ, հետո կմիանամ քեզ։ Ադամ, ես քեզ մի բան եմ ուզում հարցնել, ուղղակի վախենում եմ արձագանքից հետ։ Ես ինչ նորություններ, մարդան վախենալ գիտի։ Դե հա, որովհետև դու դեռ չես համակերպվում, որ ես նախկին մարդան չեմ։ Դե հարցրու, ինչ էիր հարցրում։ Ջուլին ոնց է։ Գնա երեխու մոտ մարդը։ Գուցե դու չհավատաս, բայց ես իսկապես ինձ շատ վատ եմ զգում։ Նենց տպավորություն է, որ ես եկել եմ այստեղ ամեն ինչ զավթել եմ, իսկ ինքը այնտեղ հիվանդանոցում տառապում է։ Ես չեմ թողնի, որ նա տառապի։ Դու ավելի լավ է քեզ ազատի մեղքի զգացումից։ Լավ, որ վերջացնես կգաս։ Ես եւ աղջիկդ քեզ ենք սպասում։ Մենք քո կարիքը շատ ունենք։ Մեղքի զգացումից ես պիտի խոսեմ, ես։ Իմ մեղքն է, որ այսօր երկու աղբեր իրար թշնամի են։ Իսկ ես տղուս համար ամենավատ թշնամին եմ։ Ջուլիից միայն ու միայն ես պիտի ներողություն խնդրեմ։ Մեղքի զգացումը միայն ինձ պիտի տանջի։ Ու տանջում է, տանջում, դանդաղ գործող թույնի նման։ Մինչև որ սպանի ինձ։ Որ մտնում ես երեխեքի խաղալիքների խանութ, դառնում ես հիվանդ, ուզում ես ամեն ինչ առնես, ամեն ինչ աչքից սիրուն է երևում։ Հա, զգում եմ, մեկից չվերջացրած մյուսին ես անցնում։ Հա, այդ տղա, նա ես էլ ատամիկների համար է։ Հա։ Ֆինանսը նեղում, հա, Վլադ ջան քեզ։ Ֆինանսը չի նեղում, ցավդ տանեմ, ժամանակն է նեղում։ Մենք պետք է ժամանակի մեջ տեղավորվենք։ Վլադ, կլինի դու երեխու հետ գնաս ինչ-որ մի հատ սրճարան նստես, մինչև ես կավարտեմ կգամ, դեռ շորի խանութ էլ պիտի մտնենք։ Իսկ այդ երբ կլինի, վաղը թե շաբաթ օրը։
Լսի տղա ջան, եթե դու կողքից ամեն վարքյան չխոսաս, ես շատ արագ իմ գնումները կավարտեմ։ Հիմա իմ սաղ գործերը թողեմ քո մոտ թիթեր նկարեմ։ Թիթեր չես նկարում, երեխու համար խաղալիքներ են վերցնում։ Լսի մեծ է իմ համար։ Ջան, որ ձեր մասին այսքան չմտածեի, դժվար թե հանդիպեինք։ Ափսոս որ հանդիպեցինք։ Լա տերեխոն տուրից ես միջին մտնով խամը տոպոտ։ Այդ էր մնացել, որ թորանս դու գրկես։ Ադանան երեխուն կգրկի այնքան, ինչքան պետք է։ Ինքը այս երեխուն մորից շատ բան է արել։ Ինչ է արել։ Քո փողերով խաղալիք առել։ Գիտեք, երեխայի մասին նախ եւ առաջ հոգ են տանում։ Ջերմություն են տալիս նոր հետո խաղալիք առնել։ Այդ երեխուն տուր ինձ, հա։ Մնացել էր դու ինձ ուղղություն տայիր, թե իմ թորանը ոնց ես պիտի պահեմ։ Այս երեխան իմն է, ու դուք իրեն չեք ստանում։ Հա բա ոնց, աղջիկը ստանջվելով երեխա է լույս աշխարհ բերել, որ ձեզ տա։ Քանի անգամ եմ եկել երեխու կռիվ տվել։ Քանի անգամ եմ փորձել Կարմենից երեխուն վերցնել։ Ճիշտ ես ասում, միշտ եկել ես ու կռիվ ես տվել։ Իսկ երբ ես հայրություն արել։ Իսկ Կարմենը երբ է մայրություն արել։ Երբ է իր պարտականությունները կատարել։ Բրախել է երեխուն, թողել է գնացել է ինչ ուզել արել է, այս երեխուն դուք էիք մեծացնում։ Այս երեխուց անտեղյակ ապրում է, դե թող գնա տենց անտեղյակ էլ ապրի։ Այս երեխան իմ հետ ապրելու ու վերջ։ Ու այդքան շատ մի նեղվեք։ Կակրած ուզում է ամուսնանա, կամուսնանա նոր թորնիկներ կպարքևի ու ձեր հույսին կթողնի։ Ու ինքն էլ կգնա իր հաճույքներով։ Ջան։ Ղերք դուք ձեր գործն արեք։ Տախմախին ինչն էր ստիպել։ Ենթարկվել է չաղկան շանը։ Ես ինչ տեսնար անել։ Վերջ Մոնթե։ Աղջիկը դիակը ճանաչեց։ Աղջկան պետքա տուն հասցնել։ Ոչինչ։ Թող հանգստանա, խելքի գա։ Ստեղ չենք թողնի, տուն կտանենք։ Վալեր, հաջորդ քայլը մեր որն է։ Ալիկի վերջը եկավ։ Հայրս ինձնից գող կմնա, երբ ես իրեն ասեմ իր աբիժնիկ դավաճանների անունները։ Ուզածը շատ բան չի, ինչի չես տալիս։ Ինչի չես թողնում իմ տեղը գտնեմ ես կյանքում։ Բոլորն արժանի են, ես արժանի չեմ, հա։ Հետ ես ինձ ուզում ապացուցած լինես։ Այդ ես ինչ եմ արել, է։ Այդ ես այդ ինչ մի մեղք եմ գործել, որ ինձ կյանքի ես դու ինձ արժանացնում։ Այդ ինչ աններելի բան եմ արել։ Ինչին մոտենում եմ չորացնում ես։ Իզուր չեն ասում, որ որբի բախտն իր հետ է։ Մենակ չասես, թե ես որբ չեմ։ Բան չունեմ ասելու, հեր ես տվել, անենց հեր ես տվել, որ աշխարհը չունի։ Կամ պիտի որտեղից որտեղ պարտադիր իմ սիրած աղջկան ինձ մորքուրի աղջիկ անեիր, չէ։ Քեզ քիչեր են, որ իր սերն ուրիշինն էր։ Հələ պետք է մի հատ էլ արունակցական կապ մեջտեղ գցեիր։ Ոչ մի տեղ, ոչ մի հույս չես թողնում ապրելու։ Ինչից բռնվում եմ անենց ես խփում ձեռս, որ թողեմ։ Ինչ անեմ բայց էլ, ոնց ապրեմ։
Պապա չես հավատա, որ ասեմ, թե ովքեր էին Սևանում, թե ովքեր էին մեռել հանելու գործով։ Ասա շուտ արա, ասա դրամում ես տեսել։ Պապ ջան, այն հայվանի հերներ են, ռազմատնի գլուչի հերը, այն որ սաղի հրամանատարներ էլի ոնց որ է, սաղին ինքներ ասում ինչ անեն, ոնց անեն, ջոգում ես։ Էդ ում մաս ես խոսում։ Բայ դե պապա այն յադու էլի են, որ Մոնիկան հետը հանդիպում էր, դրա հերը ինչ են, KGB-շնիկ են ասում, ինչ են, էդի էր։ Վալերի։ Վալերի Սերգեյիչի։ Վայ ես կու Վալեր։ Հետո։ Ասա թող անհետանա հանկարծ բանման չնկատեն։ Արամիկ շուտ արա դու սարետից պետք չի որ քեզ տենանը տե։ Պապա ջան, տղուտ որ ուզենան էլ չեն կարա տենան, խի ես նոր եմ մտուց բոկվել։ Դե արի, զգուշ արի։ Պապա, բայց դու չթողիր որ ես վերջացնեմ։ Էլի բան ունես ասելու։ Պապա, այն քյաչոնը լիրնդե։ Ինչա դրա անունը։ Այն Սևանցին էլի։ Մոնթեն։ Պալաչը։ Հա, այդ պալաչը, այդ Մոնթեն։ Էդի բայց հետևողի դերում էր, պապ ջան։ Այս քո ինչն եմ ասել պալաչ։ Այ պապա ջան, պրոստը դու ոնց ես տենց միամիտություն արել, ոնց ես դու այդ լրփին սպանե։ Հենա տենց էր մի հատ թերթ ամսագիր մի բան կանչեր, տային նկարեին, մի անգամից աստղ կդառնայի, ռեյտինգը դե կհելներ էլի, ես ինչ ես արել։ Կարճ կապել էսի։ Ինչ արին։ Դիականին տեսար։ Հա, պապեն մերիկոս են բոլոր եմ կպցրել։ Էդ էլ դիակի վրա, համարյա թե դիակի վրա, բխկցնում էր ու բխկցնում էր։ Դու դրանք երկու քաչելով հանցավոր համաձայնության են եկել։ Ու իմ դեմ են դուս եկել։ Բայց որ մեկնա որի դուրը գնացել, բայց այդ կարևոր չի։ Հա, հիմա եմ հասկանում այդ Վալերի Սերգեյիչը ինչ հանդիպման էր ինձ կանչում 3 հոկանոց ու ով էր այդ երրորդը ելնելու, փաստորեն պալաչն էր ելնելու։ Ալիկ, կլինի այնպես խոսես, որ ես էլ բան հասկանամ։ Ապեր, Վալերն ու պալաչը միավորվել են իմ դեմ, դիակը քանդել անել են ու հիմա ապացույց ունեն իմ դեմ։ Արա այդ հիստերիկությանը թարգտու, նորմալ մարդավարի խոսի։ Կմորթեմ, դու կսպանեմ, ես դրանց մասերի կպարժանեմ։ Հա, մորթի, սպանի, քիչ ես մորթել, քիչ ես սպանել, ավելացնու տա, վա, ինչքան կարաս ավելացնու։ Այ ճանեն, ոնց ինձ զսպեմ, երբ իմ թիկունքում իմ վերջն են գրում մարդիկ։ Թիկունքում, չէի ասի, գործում են շատ ակնհայտ քո աչքի առաջ։ Արա, մերիս կնեղվի, կասի ուրա առամս։ Չնայած ինչ պետք է նեղվի, որ գիտի հիվանդ տղա եմ, սիրտես չդիմացավ, թողի թռա։ Արա, բայց դե լավիկն է, դուրս եկել է չարժի դրան ձեռից բաց թողել։ Վատը չէր, նենց փամփլիկոտ էր։ Կրավավայա մերի։ Արա, ինչ եմ խոսում, արա, ասա այ էշ համարը վեկալ էիր, արա, բա դու այդքան միամիտ ես, արա, հեռախոսի համարն ինչ էր վեկալ։ Չնայած ինչ եմ դարդանում, որ Ալիքս ետրակիչը հնարավոր է ունենա մեր մերի համարը պապա ջան քեզ տենանք։ Ապեր դու չես գիտակցում, իմ վերջն եկել է, ես մի բան անեմ։ Արա լավ հասկացանք։ Ինչքան մորթեցիր, փրտեցիր, տապեցիր հերիկա, վերջ։ Դե մի հատ խորհուրդ դուր, ասա գնա նստի էլի։ Կեսասկյանքից մնացած տարիներ էլ բերտում կանցկացնես, կիմանան, որ Լևի աղբերն ես, չեն թողնի որ փոշին նստի։ Մենակ այդենց մեծ խոսաս, ուրիշ ոչինչ։ Լուրջ բան քո մտքով երբեք չի անցնի։ Քանի ժամա դրան չոքած պատասխան եմ սպասում, ոչ մի բան չես ասում։ Արդեն փրփուրներից եմ բռնվում։ Քեզ թող չթվա է, թե ես աշխարհի անտառն եմ։ Թշնամիների մեծ բանակ էլ ինձ վրա է հարձակվել։ Բա սկզբից ասեիր։ Հիմա ես հասկացնել տալիս, որ չես կարող ինձ օգնես։ Հա, բայց ես քեզ ասել եմ, որ չեմ կարող քեզ օգնել։ Հա դու քո խնդիրներ ունես, ազիվ դրանք լուծես։ Ապեր մի ենթադրի, հա։ Եթե ինձ կարևորել ես, եկել ես ինձ մոտ խորհուրդ ես հարցնում, թող ես դրան լուծում տամ, թող ես որոշեմ։ Ապեր իմ հասկանալով ինձ բերկություն չկա։ Մնում վրեժս լուծեմ ու բերտ ընկնեմ։ Վրեժ լուծես։ Այսինքն ինչ որ մեկին սպանես, չէ՞։ Քեզ մոտ այդպես է, չէ՞։ Սկսվում ու ավարտվում է սպանությամբ։ Ում ես ուզում սպանել։ Դու պալաչին էլ Վալերին էլ։ Ու ես դել եմ իմ ձեռով, ոչ թե հրամայեմ իմ անգյալներին։ Դու դա չես անի։ Թքել եմ, ապեր, մեկը կորել եմ։ Մի լրբի պատճառով վերջս եկավ։
Հիմա տես ինչ ես անում, գնում ես տուն, հավաքում ես ընտանիքի անդամներին ու բոլորին հրաժեշտ ես տալի։ Պարզ, հա։ Ինչի ապեր։ Դու ինձ ուր ես ուղարկում, որ պիտի ընտանիքիս հրաժեշտ տամ։ Ալիկ, չենք քննարկում։ Չէ, ապեր։ Չէ։ Եթե բերդ ես ուղարկում, ասեմ, որ ես գնացողը չեմ, միջև թշնամիներից չմորթեն։ Անում ես այն, ինչ ասեցի։ Հրաժեշտ ես տալիս ընտանիքիդ ու էլ չենք շարունակում։ Քանի ժամ քեզից օգնություն խնդրելուց հետո, ես կտար, հա ինձ ասելու։ Չես ուզում չափսերը նայես։ Չէ, արդեն անգիր եմ արել։ Որ խնդրեմ կարաս ժպիտդ վերադարձնես դեմքիդ։ Ինչի կորելա։ Չես զգում։ Գիտես, ես թվում է արդեն հերիքային չարել են բավական է։ Արի դուրս գանք, հա։ Մի հատ խնդրում եմ, ժպտա փոխի դեմքիդ արտահայտությունը։ Նենց ոնց որ ժպտում էիր մինչև տիկին անգինին հանդիպելը։ Ամենայն դեպս դու իր հետ շատ կոպիտ խոսեցիր։ Նենց էլ մի խեղճ ես գտել պաշտպանելու, որ իմ ասածները ճիշտ չլինեին, ինձ էլ քեզ էլ բմբլահան կաներ։ Դու գիտես նա ինչ տիպ է։ Ինչ ես խնդում։ Ասածների վրա։ Դե թե սխալ բան ասայի, նա լեզուն ատամների տակ չէր թողի հանգստել։ Ամենայն դեպս սիրուն չստացվեց։ Մեծ կին է, ու դու իր հետ շատ վատ խոսեցիր։ Ամեն դեպքում ինձ հաճելի չէ այս թեման, արի փոխենք, լավ։ Լավ, փոխենք, բայց խանութից դուրս, լավ։ Շոր առնելու ես գործը սիրում ես։ Ասում եմ կարող է ինձ էլ շոր նայենք։ Հա, բայց քո չափսերը անգիր չգիտեմ։ Համել երեխեն արդեն նեղվում է։ Գնացինք, հա։ Մամ, արի գնանք ջուր խմի, հանգստացի, հա։ Եթե դու հիմա անմահության ջուրն էլ գտնես, բերես, խմացնես, մեկը չեմ հանգստանա։ Ուղղակի ես քո այս հոգեվիճակի իմաստը չեմ հասկանում։ Որտեղից հասկանաս, եթե քեզ համար մեկը թե մեր երեխեն ու մոտ կլինի։ Քանի կար դուք էիք այդ երեխուն ավելորդ համարում, մեկը մյուսի վրա էր գցում նրա խնամքը։ Իսկ հիմա քաղցրացել է, հա, ոնց որ թե։ Գիտես ինչ, լավից վատից ես այդ երեխուն միշտ էլ պահել եմ։ Նույնը կարամ իմ մասին ասեմ։ Այդ դրա համար էլ Վլադը երեսով տվեց, ասեց նա ինչ մայր է, նա երբ է մայրություն արել, որ ու ճիշտ է ասում, այդ երեխուց ինքը տեղյակ է։ Սխալ չի ասել Վլադը։ Վայ Մոնիկա, չես պատկերացնում, մեր երեխուն նրանց գիրկը տեսա ու սիրտս այնեն ցաված, որ չկարողացա գրկել։ Ինձ թվաց ես իմ երեխուն դավաճանել եմ։ Շատ մի լավ էիր, մի հատ էլ դրանց տեսար ավելի վատացար։ Թարս էր, այ մարդ, թարս էր, թե ես դրանց ինչի պիտի հանդիպեի այստեղ։ Вообще դրանք ստեղ ինչ էին անում։ Երեխուն խաղալիք ու շոր էին առնում։ Դու պատկերացնում ես դա։ Օ Գոսպեդի, մեր երեխուն։ Հա, մանկական խանութում տեսա դրանց։ Դրանք вообще իրանց հայելու մեջ նայել են, որ մեր երեխուն ինչ որ բան են ուզում առնեն։ Մեր երեխան ոդքից գլուխ բրենդային շորերի մեջ է, մեզ իրանց առածը պետք չի։ Ով լավ սուս մնամ։ Ինձ ավելի մի գժվացրու։ Ոնց եղար։ Համեմատաբար լավ։ Մեր մեքենան հիմա քեզ տուն կտանի։ Պետք չի, ես իմ ընկերոջ հետ եմ ինքը կտանի։ Իսկ ընկերդ վստահելի մարդ է։ Չի եք հարցնում։ Դե դու հասուն աղջիկ ես։ Ու հասկանում ես, որ այստեղ կատարվածի մասին ոչ ոք պիտի չիմանա։ Հա, հա։ Ընկերդ հիմա գիտի որտեղ ես։ Չէ, ես նրան բան չեմ ասել։ Ապրես։ Խելոք աղջիկ ես։ Մենք դեռ երկար ճանապարհ ունենք իրար հետ անցնելու։ Բայց այստեղ ինձ իջացրած ասեց կսպասի։ Խափեց էլի։ Նոպանա բռնել գնացել է։ Հիմա տես ինչ ես անում, գնում ես տուն, հավաքում ես ընտանիքի անդամներին ու բոլորին հրաժեշտ ես տալի։ Անգին, ինձ մի քանի շոր ես դնում, բայց արագի մեջ, որ մտնեմ տուն, վերցնեմ ու դուրս գամ։ Հա, բայց դու ցարցրու, ես որտեղ եմ, որ մի հատ էլ քեզ համար շոր դնեմ։ Համել է դու ես գնում։ Մալդիվյան կղզիներ հանգստանալու։ Կգնաս, բա ինչ կանես, քեզ ինչ ա եղել, որ չգնաս, դու դեռ Հավայան կղզիներ էլ կհասնես։
Քեզ շատ պետք է թե այնտեղ անգինը մեռած ու թաղած չի։ Այդ մի շորդներն է դու արալիք։ Սրանց բերարը, բայց բացել մի տուր։ Սրան նա է, որ զանգերս արհամարում է։ Հեռախոսն էլ անջատում է այն դեպքում, երբ ես խոսում եմ։ Պապա, այն քյաչոնը լիրնդե, ինչ է դրա անունը, այն սևանցին էլի։ Արա լավ հասկացանք։ Ինչքան մորթեցիր, պրտեցիր, տապեցիր, հերիկա, վերջ։ Ինչի պիտի լևի ուզածով ու աստածով լինի։ Ես չունեմ ոչ միտեղ փախնելու։ Թող գան տեսնեմ ինչ են անելու ինձ։ Ով կարե իմ դեմ ինչ-որ բան անի, դեռ սաղը չեմ մեռել։ Ուղղությունդ փոխի։ Արա ես չեմ հասկանում, այդ Ամերիկայի վրա մեղարա կսած։ Ուր ես գնում։ Ում ես կորցրել Ամերիկայում։ Թե մեղարա կսած, թե կարակ չգիտեմ, բայց դու ինձ լավ գիտես, ես այնտեղ ում եմ կորցրել։ Մալացեց քեզ։ Ես ստեղ դիմացդ նստած ինձ չես ուզում տեսնել, բայց ուզում ես օգնեմ, որ հասնես Ամերիկա մամայիդ։ Մի հատ ինքդ քեզ հարց տվել ես, մամատ քեզ ուզում է տեսնի։ Հա? Ես չեմ գնում այնտեղ, որ մամաս ինձ ընդունի։ Ու կարիք չկա հիշացնելու, որ վաղուց դուրս եմ եկել այն տարիքից, որ մամայի խնամակալության կարիքն ունենամ։ Այդ դեպքում չեմ հասկանում, գնալու իմաստը որն է։ Ինչ ես գնում։ Ես ստեղ իմ տեղը չեմ գտնում, Լև։ Ես ստեղ խեղդվում եմ։ Ես չեմ կարողանում ստեղ երջանիկ լինել, չեմ կարողանում հանդիպել իմ սիրած աղջկան, որովհետև հիշում եմ, որ ինքին մորքուրի աղջիկն է, չի լինում ստեղ ոչ մի ձև։ Արա, բայց դու ինչ թուլամորթի մեկը դուրս եք արժանում։ Ինքնուրույն չես կարողանում մոռանալ այդ աղջկան, հիմա էլ դրել փախնում ես, գնում եմ Ամերիկա, որ մոռանամ, այն թուլամորթների նման, չեմ կարողանում ստեղ ես ինձ գտնել, գնամ Ամերիկա, քեզ ինչ է թվում, Ամերիկան սենց գիրկը բաց քեզ է սպասում։ Կարող ես օգնել, օգնի, չէ, խրատները մի դու։ Դու չես կարող Ամերիկա մեկնել։ Այդ ինչի որ։ Հենց այդպես, հասկանալի պատճառներով, քեզ ոչ ոք չի թողնի երկրից դուրս գաս։ Հա, քո ուզածն էլ դա չէ, մնամ ստեղ, հանգարց չգնամ հասնեմ այնտեղ, որ ինքն էլ ինչ-որ բան խոսա, պատմի ու քո պատմածի հետ ոչ չբռնի։ Լսի, ես վախենալու ոչ մի բան չունեմ, ես մաքուր եմ։ Թող ինքը վախենա ու ինքը մտածի, թե ինչ հեքիաթներ է պատմելու քեզ, եթե իհարկե դու հասնես Ամերիկա։ Ես ամեն ինչ անելու եմ, որ դու մնաս Հայաստանում իմ կողքին, որովհետև ես քեզ չեմ ուզում կորցնել, դա իմ միակ ցանկությունն է։ Լև իմ խնդրանքը հեչ։ Ես քեզից հակառակն եմ խնդրում, ասում եմ օգնի գնամ։ Դու ասում ես ամեն ինչ անելու եմ, որ մնաս։ Չեմ կարող օգնել, այդ մեկը իմ ուժերից վեր է։ Հույսս քեզնից կտրեմ։ Հա։ Ամերիկա հասնելու հույսն ընդհանրապես կտրի։ Ես դա թույլ չեմ տա։ Դու Ամերիկա չես գնա։ Քեզ ինչ է թվում, ես նստել եմ սպասեմ, թե դու երբ ես ինձ թույլ տալու։ Մտա մալիկը քիչ էր հիմա էլ դու։ Արա վամպիրի նման փաթաթվել եք վզիս, արունս խմեցիք, ներվերս կերակ։ Ինչ եք ուզում, արա ինձնից դուք։ Դու կարող էիր ինձ օգնել։ Այս չարեցիր։ Հիմա պատկերացնում ես, թե ինչքան չեմ ուզում քեզ կորցնել։ Ես ամենաշատը պիտի ուզեի, որ դու հիմա երկրում չլինեիր, որ իմ թշնամիների ձեռքը քեզ ընդհանրապես չհասներ։ Ես պատրաստ եմ քեզ պահել Հայաստանում ու ամեն գնով պաշտպանել քեզ իմ թշնամիներից։ Ավելի լավ է այդպես, քան թե դու լինես Ամերիկայում։ Ես իմ վրա եմ զարմանում, գիտես։ Ինչ էի մտածում, որ ես խնդրանքով եկա քո մոտ։ Չեմ հասկանում։ Ինչև է։ Ես հայտնվեցիր, հա։ Ոնց որ շատ երջանիկ ես երևում։ Հա, մամուլ, բայց չէի մտածում, պիտի ամեն օր ինքնասպան լինեմ, թե պիտի ամեն օր ձեր համար
անվճար ներկայացումներ խաղամ։ Դու գիտես այդ ինչքան բարդ է։ Իսկ սա ինչ է կոչվում, հա? Թե կասես ներկայացման մեջ ես։ Մամա, ինչ ես կպել ինձ, թող գնամ, հա։ Ուր էիր։ Տանը չէի, ինչպես եւ դու։ Գիտեմ, որ տանը չէիր, հարցնում եմ, ուր էիր։ Սիրելիս, խորենիս մոտ։ Այ իդիոտ կա։ Դու մի օր առաջ Վլադի համար ինքնասպան էիր լինում։ Հիմա արդեն իր աղբերը բանա դառե, քեզ սիրելիա դառե։ Մամա, ես սիրում եմ, ու սիրո մեջ ոչ մի վատ բան չկա, չէ՞։ Դե ասա ես ինչի եմ ասեն ջղայնանում, ինչ եմ խառնվել իրար։ Վլադը շատ ճիշտ ասեց, ամեն ինչը տեղին ասեց ու երևի երեխու համար շատ ավելի լավ է, որ հոր մոտ է։ Ինչ ասեցիր, մամա։ Ես չեմ հասկանում, դու հիմա իմ կողմից ես, թե Վլադի։ Ես Վլադիկիդ մոլում հանդիպեցի իր սիրելիի հետ, ինչպես նաև երեխեդ գիրկը։ Երեխու համար ինչ-որ բան ման էին առնում։ Դու տեսել ես, որ իմ երեխան իրանց ձեռքին է, ու ոչ մի բան չես արել, մամա, չես փորձել վերցնել իմ երեխուն։ Չէ, չեմ փորձել վերցնել։ Քեզ քո երեխան պետք չի։ Դու մոռացել ես, որ մայր ես։ Այդ քեզ ով ասեց։ Ես եմ ասում։ Տեսածս եմ ասում։ Դու թքած ունես երեխուդ վրա, եթե դու հիմա խորենով ես տարվել։ Մամա, քեզ մաքուր հանելու համար ամեն ինչ մի խառնի իրար։ Դու պիտի իմ երեխուն վերցնեիր ու տուն բերեիր։ Ինչի պիտի իմ երեխան մնա Վլադի սիրածի մոտ։ Ես իհարկե փորձեցի բերանս բացել, բայց Վլադը անեց պորտս տեղը դրեց, որ ծպտունս դուրս չեկավ, ամբողջ մոլով ինձ խայտարակ արեց։ Դե հա, քեզ մոտ մենակ ինձ վիրավորելն է լավ ստացվում, իսկ Վլադի երեսին չես էլ կարողացել երկու բառ ասել։ Իսկ ինչ պիտի ասեի։ Ոնց պիտի ինչ-որ բան ասեի, եթե ես հասկանում էի, որ այդ մարդը ինչ ասում է, ճիշտ ասում, տեղին ասում։ Իսկ ինչ էր ասում, եթե գաղտնիք չի։ Ասեց, որ դու մայր չես, որ քեզնից մայր դուրս չեկավ, դու միայն երեխա ես ունեցել, բայց մայրություն երբեք չես արել։ Իսկ դու ինչ էիր անում։ Լուր լսում էիր, չէ՞ իրան։ Ճշմարտության դեմ մեղանչելով փորձեցի քեզ պաշտպանել, բայց Վլադը մոլով մեկ ինձ նենց խայտարակ արեց, ինձ անգինին, որ խայտարակ անեն, դա չլսված չտեսնված բան է։ Մամա, չլսված ու չտեսնված բանը այն է, որ ես երեխա եմ բերել ու դրա սիրածն է իմ երեխուն պահում։ Չի կարա տենց բան լինի։ Հա։ Հա։ Բա որ ունեցար երեխուդ պահեիր, չմոռանայիր նրա գոյության մասին։ Իսկ Վլադիկը քանի անգամ է իր երեխուն հիշել։ Եթե Ալեկին փակեն կյանք անհամեմատ կթեթևանա, ինձ կմնա որդուս մահվան մանրամասները բարձել, ու դրանից հետո ինչ լինում է, թող որ լինի։ Այդ ինչ ընկեր էր, որ քեզ թողել է առանց ասելու գնացել։ Ես հետո զանգեցի, ինքը ասեց ինչ-որ շտապ գործ ա եղել, ստիպված քաղաք ա վերադարձել։ Դու նրա մոտ ոչ մի բան չես խոսացել, չէ՞։ Այդ առումով ես հանգիստ լինեմ։ Չէ, իմաստը ո՞րն էր պատմել։ Ապրես։ Խելոք աղջիկիս։ Իսկ ինչ ա լինելու։ Մարգոին սպանողին պատժելու են։ Հա։ Այս ամեն ինչը արվում է մարդասպանին պատժելու համար։ Այսօր կգնանք քաղաք, դու կհանգստանաս, իսկ վաղն առավոտյան ես քեզ կասեմ, ինչ պիտի անես։ Բայց աղջկա կյանքը պետք չի վտանգել բալեր։ Դու ամեն ինչ հիպնոսկողության տակ ես անում։ Ու իմացի, որ քեզ ոչ մի վտանգ չի սպանում։ Ինձ էլ Մարգոյի պես չսպանեն։ Վայլև ջան, նոր քեզնից եմ լսում, որ Ալիկը պիտի գար ու շորերը փոխեր։ Փոխեր չէ, անգին, պիտի շոր վերցնել ու գնար։ Չէ, սպասիր Լև։ Ալիկը զանգել էր ինձ, ասել էր, որ մի քանի շոր դնեմ, բայց ես այդ ժամանակ տանը չի կարող եկելա վերցրելա շորերը։ Մտածում եմ, կարող պապան պիտի սիրուհու մոտից շորերը բերեր, հոբարը լավ չի հասկացել։ Մաման մեզ է դասեր տալիս, բայց իրականում պիտի ամուսնուն դաս տա։ Երկուսդ էլ չեք վեք էստեղից։ Իդիոտ կաներ, արագ գնացեք էստեղից։
Ինչի գնամ, եթե կարող եմ օգնել։ Ուզում եք Facebook-ում հայտարարություն տամ, որ փնտրվում է Ալեքս Սեդրակիչը, գտնողին դրամական պարգևատրում։ Ալիկը ճիշտ իրա նման է դաստիարակել իր լակոտներին։ Մեզ միայն մաման է դաստիարակել հոպար։ Հռա դեղեք էստեղից։ Մարշ։ Պապային բան չի եղել, կարող պապան էլ չկա, հոպար։ Վայ, ինչ ես խոսում, ինչ ես դուրս տալիս։ Լմոտ արյանը։ Հոպար ջան, ինչի չխապես ես չեմ կարող ապրեմ առանց պապայի, հոպար օրս արեմ ես որ ծելի որ դու պապայի հետ ես եղել, ես ինֆորմացիա էի տալիս Էվանից գիտեի ուրա պապան, հոպար կարող պապան է եղել։ Ստեղ արի։ Վայ, աստված իմ, ես ձեր ասածներից բան չեմ հասկանում։ Հասա հոպար։ Հորդ բան չի եղել։ Խելքի եկար։ Հասկացանք իրար։ Չէ, ախպերս, ես ավտոյի հետ պրոբլեմ չկա։ Կարակ տանեք հանգիստ քշեք։ Ինքոսոց ձայնն էլ չլսեցի։ Մի վարկյան։ Գործ չարի, բան պետք չի ախպերս։